Առաջին падգամն է դերևս դրախտում, երբ որ Աստված Ադամին ու Եվային ստեղծեց, ասաց. «Աճեցեք, բազմացեք, երկիրը լցրեք եւ տիրեցեք դրան»։ Երբ Աստծո այս պատվյանը մենք խախտում ենք աճելու եւ բազմանալու, Աստված մարդուն արարիչ է ստեղծել, ինքն արարիչ է, եւ ինչպես Սուրբ Գրիգոր Տաթևացին ասում է, ծնողները դրանք երկրորդ արարիչ են։ Առաջին արարիչն Աստված է, երկրորդ արարիչը ծնողներն են։ Եվ ինչպես Աստված ամեն ինչին կյանք տվեց եւ ամեն արարչության օրը եզրափակվում էր հետեւյալ բառերով, եւ Աստված տեսավ բարի է եւ եղավ երեկո եւ եղավ առավոտ, օր առաջին, օր երկրորդ։ Այսինքն Աստծո ամեն ինչ որ ստեղծվել է բարի է։ Եվ Աստծո արարչությունը ավարտվելուց հետո Աստվածային նախախնամությունն է առաջնորդում երկիրը։ Աստված արարել է, ստեղծել եւ շարունակում է պահել ու պահպանել երկիրը։ Տեսեք ծնողը ինչպիսի արարիչ պետք է լինի։ Պետք է ոչ միայն ծնունդ տա իր զավակներին, այլ նաեւ Աստծո նախախնամության օրինակով պետք է պահի, պահպանի, դաստիարակի, մեծացնի, հասցնի իր նպատակին եւ վերջնական նպատակին հասցնի։ Իսկ վերջնական նպատակը հավիտենական կյանքն է։ Ծնողը երկրորդ արարիչը լույս աշխարհ է բերում զավակին եւ կոչված է, պարտավորված է հասցնել երկինքի արքայություն։ Պատկերացնում եք այս ամբողջ արարչության խորհուրդը, որ ծնողը պետք է կատարի, եղծում է, խախտում է, երբ որ թույլ չի տալիս, որ Աստծուց տրված երեխան լույս աշխարհ գա, այսինքն անում է արհեստական վիճում։ Աստծո արարչությունն է խախտում։ Կյանքի հեղինակն Աստված է եւ երբ մենք խախտում ենք այս արարչության հրամանը, աճեցեք եւ բազմացեք, Աստծո հրամանի դեմ ենք գնում եւ անպայման պատասխանատու ենք այս արարչության եղծմանը։ Աստված ամեն ինչ արարեց եւ ստեղծեց, երբեք չեղծեց, անգամ երբ որ մարդը մեղք գործեց, դրախտից վտարվեց, կրկին շարունակեց նախախնամել, պահել, պահպանել։ Աստված չի ուզում մեղավորի մահ այլ դառնալը նրա չար ճանապարհից եւ փրկվել։ Եվ եթե Աստված կյանք է շնորհել մարդուն, մենք իրավունք չունենք այդ կյանքը խլել։ Եվ հատկապես երբ որ ծնողը իր զավակի կյանքը խլում է, դառնում է որդեսպան։ Իսկ որդեսպանության մեղքը շատ ավելի ծանր է, քան թե մարդասպանության մեղքը։